իր ներկայության համար։ Օրհնյալ է մեր Փրկիչը, մեր Արարիչ Աստվածը, որի անունով հավաքված ենք։ Փառք իր սուրբ անվանը, որ ինքը մեր մեջ ներկա է։ Խոսքիցս առաջ ուզում եմ մեր եղբայրների քույրերի կողմից ձեզի ջերմ բարևներ եմ բերել։ Խնդրում եմ բարևները փոխանցեմ, քանի չեմ մոռացել։ Տերը օրհնի ձեզ, նստեք։ Ոնց եք, եղբայրներ քույրեր, լավ եք։ Փառք Տիրոջը, որ ձեզի լավ ենք տեսնում, մենք էլ լավ ենք զգում, Տիրոջ հոգին գործում է։ Դա Սուրբ Հոգու գործն է, որ այսօր արել է մեր կյանքի մեջ։ Սուրբ Հոգին իր ծերագիրով մեր անունները գրում է կյանքի գրքի մեջ, որովհետեւ ոչ մեկս չմնանք երկրի վրա։ Սա Աստծո շնորհքն է, որ Աստված ուզում է, որովհետեւ բոլոր իրան սիրողները, բոլոր իրան անունը դավանողները լինեն այնտեղ, որտեղ որ Հիսուս Քրիստոսն է։ Հոր աճում նստած Հայր ասում է, աղոթում եմ, որ անոնք ինձի տվեցիր, ահա ես քեզի եմ բերելու։ Գալու է ժամանակ, որ Հիսուս Քրիստոսը, ինչպես որ ամբերով երկինք գնաց, այդ նույն Հիսուսը ամբերով պետք է հետ վերադառնա եւ իր խոսքի համաձայն բոլոր ընտրյալներին հավիտենական կյանք տանի։ Սիրելիներս, ես գնում եմ իմ Աստծոքով, ձեր Աստծոքով, իմ հորսքով, ձեր հորքով։ Եհովան է Հիսուսի Աստվածը, Հիսուսն է մեր Աստվածը, մենք էլ իր ժառանգությունն ենք երկրի վրա։ Այս ժառանգությունը Գողգոթայի շնորհքով ենք մենք ստացել։ Քրիստոսի վերքերի շնորհիվ ենք մենք ստացել, սիրելիներս։ Այս փրկությունը մեզի համար ծրի պարգև է որպես։ Այս ծրի պարգևը Աստված որ տվել է մեզի, մենք պետք է գոհացող սիրտ ունենանք, փառավորենք եւ երկրպագենք, պաշտենք Տիրոջը։ Սա է մեր այստեղ հավաքվելու բուն նպատակը, որ Տիրոջը պաշտենք, որովհետեւ Հիսուս Քրիստոսը շուտով պիտի գա, սիրելիներս, ինքը իր խոստումը չի ուշացնելու, թեպետ գրված ասում է շատերը վերջի ժամանակների պես պետք է ասեն, ուրա բա անոր խոստումը ինքը չի ուշացնում, սիրելիներս, իր խոստումը թեպետ ուշացնել, թեպետ ուշացնել, բայց նպատակ ունի իր ուշացնելը, թեպետ շուտ գա, ելի նպատակ ունի, ինքը նպատակը հոգիներին ազդագրելն է, հոգիներին փրկելն է, բայց այսօր քանի որ մենք Հիսուսին ընդունել ենք որպես անձնական փրկիչ, մեր փրկիչին պետք է մենք պաշտենք իր ուզածի պես, որն է Աստծո կամքը, որն է Տիրոջ ուզած պաշտամունքը, Աստծո ուզած պաշտամունքը հոգու պաշտամունքն է, որովհետև գրված է ճշմարիտ երկրպագողները հորը հոգով կճշմարությամբ երկրպագեն, հոգով ու ճշմարությամբ երկրպագողները ուզում Աստված, սիրելիներս, եթե այսօր քո սրտի մեջ կա այդ հոգու պաշտամունքը, ուրեմն դու Աստծո ընտրյալն ես, Աստված քո հետ գործ ունի անելու, եթե քո սրտի մեջ չկա Տիրոջ խոսքը, Աստծո խոսքը քո մեջ կյանք չի դարե, Աստված քո միջոցով չի փառավորվելու, Աստված քեզի փառքի անոթ չի օգտագործելու, որովհետեւ այսօր Տերը քեզի օգտագործի եւ քո կյանքով երկինքը ուրախանա, քո բարի գործերով Աստծո անունը փառավորվի, դու պետք է ավետարանին աշակերտ դառնաս, ավետարանի խոսքը պետք է քեզ դարձնի նոր մարդ, նոր մարդը քեզի պետք է փոխի, որ դարձի Քրիստոսի նման, եթե Հիսուս Քրիստոսի նման չէ քո բնավորությունը, դու կլինես քայթեգողության պատճառ շատերին, որովհետև մարդիկ այսօր ոչ թե ուզում են քո խոսքը լսեն, ուզում են քո կյանքը տեսնեն, դու պետք է լինես բաց նամակ Քրիստոսի, պետք է քո կյանքով, գործով Քրիստոսին ցույց տաս աշխարհին, ներկայանես որպես Քրիստոսի մարմնի մեկ մասնիկ, որտեղ մենք իր մարմնի անդամներն ենք, Քրիստոսի մեկ մասն ենք հանդիսանում, եւ եկեղեցին Քրիստոսի հարսն է, այս հարսը պետք է ունենա հարսի կերպարանք, հարսը պետք է ունենա իր առաքինությունը, իր պարկեշտությունը, իր խոնարհությունը, ում արժև ցույց տալու աշխարհին, որ աշխարհը ճանաչի, որ մեր մեջ Աստված կա, աշխարհը ճանաչի, որ մենք Աստծո որդիներ ենք, եթե այսօր մենք չունենք այդ հարսի արտաքին եւ ներքին զգացմունքները ցույց տալու աշխարհին, աշխարհը մեզի չի հավատա, բայց Աստված մեզի դրել է որպես աշխարհին լույսեր, դուք եք ասում եք աշխարհի լույսը, դուք եք աշխարհի աղը, եթե այդ լույսը իր լույսը ցույց տա, մարդիկ ինչով պետք է լուսավորվեն, դեր չէ որ մենք էլ միաժամանակ խավարի մեջ էինք, մեղքի մեջ էինք, մահվան շտվերի մեջ էինք, բայց Աստված իր որդին ուղարկեց որպես աշխարհին լույս, եւ ասում է անոնք ովքեր որ ընդունեցին, խավարի մեջ չմնացին, այլ իրանք խավարից լույսի փոխվեցան, այսօր Աստված մեր կյանքը փոխել է, Աստված իր որդին է բերել մեր կյանքի մեջ, Հիսուս Քրիստոսի խոսքն է բերել մեր կյանքի մեջ, այդ խոսքով ենք այսօր մենք լուսավորվել, այդ լույսը պետք է թափանցի, այդ լույսը պետք է աշխարհին լույս տա։ Սիրելիներս, տեսեք այստեղ իշքան լամպեր է, չէ՞։ Ոչ մի լամպ այսօր չի ասում ես այստեղ եմ։ Իր ներկայությունը արդեն բան է խոսում։ Այս լույսի շնորհիվ ենք մենք իրար տեսնում։ Այսօր Հիսուսն էլ մեր կյանքի մեջ որ կլինի, չի ասի, որ ես Աստված եմ, արդեն քո կյանքը ցույց կտա, որ դու Աստծո բնավորությունը ունես քո կյանքի մեջ։ Դրա համար պետք է մենք էլ լինենք որպես լույս աշխարհի մեջ։
Կողոսացիս 3-րդ գլխում մեջ այսպես ասում. «Արդ, եթե դուք Քրիստոսի հետ հարություն եք առել, ուրեմն վերին բաները փնտրեք»։ Առել ենք Քրիստոսի հետ հարություն, թե չէ։ Եթե առել ենք, ուրեմն մենք հոսմենայուն բան չունենք։ Մեր քաղաքականությունը այս աշխարհի չի։ Մենք հանդերձյալին ենք սպասում։ Մենք սպասում ենք այն հավիտենական կյանքին։ Վերին բաները փնտրող մարդը աշխարհիկ գործերի հետ գործ չունի։ Աշխարհի հետ կապ չունենք, մեր կապը պետք է աշխարհի հետ կդրենք։ Աշխարհի հետ չպետք է հաղորդակցվենք, որովհետև գրված է, ինչ միաբանություն ունի Քրիստոս Բելարի հետ։ Լույսը խավարից Աստված տարբերել է։ Այսօր մեզ էլ մեղքից ազատագրել, որովհետեւ Աստծո փառքի լույսը մեր կյանքի մեջ երևա, որովհետեւ Աստծո փառքը տեսնեն մարդիկ։ Դրա համար ասում եմ, վերին բաները փնտրեցեք եւ մտածեք, ոչ թե այս երկրավորներին, վասնզի դուք մեռաք եւ ձեր կյանքը պահված է Աստծո քով, Քրիստոսի հետ։ Երբ Քրիստոսը մեր կյանքում հայտնվի, այն ժամանակ դուք անոր փառքովը պիտի հայտնվեք։ Թող Տերը փառավորվի։ Աստված այսօր հայտնվել է թե չէ մեր կյանքի մեջ։ Ու մենք փառքով ենք, չեմ ենք այստեղ հավաքված։ Սա Աստծո փառքի մասին է խոսում։ Աստծո փառքն է երևում այսօր եկեղեցիների մեջ, որովհետև փառքի լույսն է այսօր մեր կյանքը փոխել։ Ոչ թե մենք մեր հոժար կամքով եկանք, մենք չենք ճանաչում ով Աստված, բայց Աստված իր որդին ուղարկեց, որպեսզի մեր կյանքը փոխի։ Մենք մեռած ենք, մեզի կենթանացրեց, կորած ենք, մեզի կտավ, ընկած ենք, մեզի բարձրացրեց, ինչպես որ Իսրայելի ժողովուրդը Եգիպտոսի մեջ գերի էին, Աստված իր զորավոր բազուկով կարմիր ծովը ճեղքեց, դուրս բերեց իրան ժողովրդին անապատ, որպեսզի անապատում իրան զոհ մատուցանային։ Այդ նույն Եհովայի անունով այսօր մենք հավաքված ենք այստեղ, որպեսզի մենք էլ Եհովայի անունով փառավորենք ու պաշտենք։ Աստված չի ուզում, որպեսզի մենք մեր գործերը շեղենք դեպի կռապաշտության, որովհետև մենք մեղքից կյանքի ենք դարել։ Չլինի որ Պետրոս առաքյալի խոսքի համաձայն ասում է, որ դուք ասում եք ձեր փղսածին եք հետ դառնում, ինչպես որ շունը իր փղսածն ալիզում կամ խոզը թափալվում տիղի մեջ, հին կյանքին պետք չի դառնալ սերներս։ Այսօր մենք լվացվեցանք, մակրվեցանք Հիսուս Քրիստոսի այրունով։ Քրիստոսի այրունը այսօր մեզի ազատագրում է մեր բոլոր մեղքերից։ Թեպետև խոստովանենք, որ մենք մեղավոր ենք, հավատարիմ է անիքա մեր մեղքերին թողություն տալու։ Այսօր պետք է մենք հավատքով ընդունենք Հիսուսի այրունը, այդ այրան ծածկոցը մեր վրա գալով մեզի կազատագրե բոլոր մեր մեղքերից, բոլոր մեր հանցանքներից եւ անիրավություններից։ Չլինի որ այստեղ ամեն անգամ գալուց ասենք մեղավոր ենք, ու դες մեղավոր գաս, մեղավոր գնաս։ Ոչ սիրելիներս, մեղավորը այստեղ որ գալիս է, իր հանցանքներն ու մեղքերը թողնում է Գողգոթայի խաչի վրա։ Այստեղից դու նոր մարդ ես դուրս գալու առանց մեղքի։ Եթե դու այդ խժբտանքը ունես, ուրեմն դու պետք է խժբտանքից ազատագրվես, որովհետև քո խժբտանքը քեզի կդատապարտի եւ այդ դատաստանը ահավոր կլինի, դու չես կարող ողորմություն գտնես, որովհետև քո հավատքը թերի է եւ անպագաս։ Բայց որովհետեւ քո հավատքը կատարյալ հավատ լինի, դու պետք է հրաժարվես քո խժբտանքներից։ Կասկածանքը դա լավ բան չի, կասկածանքը սատանայի զենքն է, որ օգտագործում է հավատացյալի վրա, որպեսզի հավատացյալը միշտ գերի մնա մեղքին։ Այդ գերությունից Աստված մեզի ազատել է։ Ինչով ազատ է? Քրիստոսի խոսքի միջոցով, մեր հավատքի միջոցով։ Հռոմեացիս 5:1-ի մեջ ասում է. «Արդ մենք հավատքով արտարացած ըլլալով խաղաղություն ունենք Աստծո հետ Հիսուս Քրիստոսի ձեռքով»։ Փառքը Տիրոջը, որ հավատքով ենք մենք արտարացել։ Սիրելիներս, առանց հավատքի անհնար է Տիրոջը հաճելի լինել։ Հավատքով պետք է մենք Տիրոջը հաղորդակից լինենք։ Այս հավատն է, որ այսօր բերել է մեզի Տիրոջ ներկայության առաջ։ Այս հավատն է, որ մեզի ստիպում է, որպեսզի մենք Տիրոջը պաշտենք, հրաժարվենք շատ բաներից։ Ուրեմն պետք է որ մենք հավատքով ընթանանք մինչև վերջ, սիրելիներս։ Ոչ թե այսօր մեզի սկիզբն է փրկելու, ոչ թե այսօր մենք հավատացինք ու երկինք ենք գնալու, ոչ, հավատքը ունի ճանապարհ, հավատքը ունի անցուղի, այդ ճանապարհը փշոտ, մեղոտ, դժվարություններով, քարերով կլինի։ Այդ ճանապարհի վերջը միջև գնացողը կփրկվի, գրված է, ովքեր որ միջև վերջ համբերեն, նրանք պիտի փրկվեն։ Փրկությունից հետո մեզի կմնա փառքի պսակը, որ Տերը ամեն մեկի գլխու վրա պետք է պսակը դնի ստելես։ Պետք է մենք փապակենք այդ փառքի պսակը առնելու Հիսուս Քրիստոսի ձեռքերով, որովհետև ինքն է այսօր մեր փառքը, ինքն է մեր փառքի պսակը, Հիսուս Քրիստոսն է մեր ապավենը, ինքն է մեր կյանքը, առանց Հիսուսի մեր կյանքը ոչինչ է։ Եթե աշխարհի մեջ ապրելու ես 100 տարի, 1000 տարի առանց Հիսուսի իզուրա քո կյանքը, դա անիմաստ կյանք է։ Ավելի լավ է Տիրոջ տան դռների մեջ մեկ օր ապրես արդարությամբ, քան թե բազում օրեր թակավորի պալատների դռների մեջ ցելնես։ Աստծո տան մեջ, այս տառապակի ճանապարհի մեջ դու կունենաս երջանկություն, այս տառապանքի մեջ կունենաս հավիտենական կյանք, որովհետև Տիրոջ խոստումը այդպես է. մի գնացեք այն լայն ճանապարհը, որ ասում է վերջում կորուստ է,
այլ ջանք թափեք, նեղ ճանապարհով գնացեք։ Այդ նեղ ճանապարհը կլինի հալածանք, կլինի նախադինք, քեզի չեն սիրելու, քեզի պետքա մերժեն, թե հարազատները, թե ընտանիքի անդամները, դա մի ճանապարհ է, այդ դժվարությունով պետք է անցնես, բայց քեզի ճանապարհը վերջում սպասում է քո փրկիչը, սպասում է քո խաչյալ Քրիստոսը, սպասում է քո փոխարեն մեռած ոչ գառնուկը, որ այրուն թափեց եւ պիտի քեզի ասի՝ «Արի իմ հորս օրհնյաց, արի իմ զավակս, արի իմ որդիս, արի իմ աղջիկս, մտի Աստծո թակավորությունը, որովհետև ես ձեր համար եմ պատրաստել սա»։ Եվ այդպես ինքը խոստացավ, Հիսուս Քրիստոսը, որ պետք է երկրից երկինք բարձրանար, ասաց՝ «Իմ հորս տան մեջ շատ բնակարաններ կա, եթե ոչ դա էլ կանեի ձեր համար։ Ես պիտի կամ ու ձեզ իմ քովս առնեմ»։ Սերներս, սա հավատք է, սա առասպելություն չի, սա Հովհաննես Թումանյանի հեքիաթները չի, սա Աստծո ձեռով գրված գիրք է, Աստծո բերանն է խոսում այսօր։ Պետք է այսօր մենք հավատքով առնենք, տեսեք, Իսրայելի ժողովուրդը դուրս եկան անապատ, հրաշքները տեսան, բայց շատ-շատերի համար օգուտ չեղավ դա։ Եբրայեցիս 4-րդ գլխի մեջ ասում է, անոնք շատերը որ դուրս եկան, անոնց համար շահը չեղավ, ինչու համար, որովհետև հավատքով չէին։ Կարդամ այդ համարները։ Ուրեմն վախենանք, չլա թե անոր հանգիստը մտնելու խոստումը, որ մեզի մնացել էր, ձեզանից մեկը զրկվի, վասնզի մենք ալ անոնցպես ավետիս առած էինք, բայց անոնց շահը չրավ այն խոսքը լսելը, քանզի հավատքով ընդունած չեն լսողները, իսկ մենք որ հավատացինք, հանգիստը պիտի մտնենք, ինչպես ասավ. «Ուստի երդում արեցի իմ բարգուցանս մեջ, թե իմ հանգիստս պիտի չմտնեն, թեև իր գործերը աշխարհի սկզբեն լրացած էին, վասնզի գիրքը այսպես կսե. տեղը 7-րդ օրվա համար, Աստված 7-րդ օրը հանգչեցավ իր բոլոր գործերեն, ու հոսնորեն կսե. իմ հանգիստս պիտի չմտնեն, ուստի ոմանք հոմ պիտի մտնեն, բայց անոնք, որոնք նախապես ավետիս առած էին, անհավատության համար չմտան»։ Տեսեք ինչ ասում է։ Ծովը ճեղքվավ, ցամաքով անցան, պատկերացրեք, սերի ժողովուրդ, ցամաքով ծովի օվկիանոսով անցում ես, աջ կողմը ջուրը բարձրացած, ձախ կողմը բարձրացած, տեսնում ես ձկները, որ հրաման կա, դուրս չգան ափերից, ճապերից, դու անցնում ես, այդ բանը տեսնես ու չհավատաս, փրկվես, բայց քեզի վերջում Քանանի երկիր չգնաս, 40 օրվա ճանապարհը 40 տարի շրջեցին, բժիշկի չէին գնում, ճնշումները չէր բարձրանում, ատամները չէր փճանում, հանդերձները չէր մաշում, սոված չէին, ոչ մի բանի կարիք չունեին, բայց Աստծո ուզածի պես Աստծոն չպաշտեցին, Աստծո սրտով չքայլեցին սերներս։ Դրա համար Աստված անոնք իրանց սրտի չար խորհուրդների մատնեց եւ ասում է կերան, խմեցին, ուրախացան եւ ասում է պոռնգացան ու մեղ գործեցին եւ Աստված անոնց մարմինները փռեց անապատի մեջ։ Ուրեմն սերներս, այս ճանապարհով որ պետք է գնանք, սա հավատարմության ճանապարհ է, ոչ թե խարդախության։ Ինչ օգուտ որ ասում է այս կյանքի համար մենք Հիսուսին հավատանք։ Այս կյանքը ունայնություն է, աշկերի ցանկություն, ամբարտավանություն է, այս կյանքի մեջ չկա խաղաղություն։ Այս աշխարհը չտվեց ոչ մեկից ոչ կյանք, ոչ երջանկություն, ոչ ուրախություն։ Այս աշխարհը տվեց մեզի ցավեր, տառապանքներ, վերքերով խոցեց, վշտերու ցավեր տվեց մեզի եւ սուտ խոստումներ։ Դրա համար պետք է մենք հավատանք Հիսուս Քրիստոսի խոստումներին։ Հիսուսի խոստումը այո եւ ամեն է։ Հիսուսի խոսքերի մեջ ստություն, կեղծիք եւ չկա։ Ինքը որ խոստացել է, իր խոստումը պետք է կատարի։ Պետք է որ մենք հավատարիմ եւ հաստատ մնանք։ Պետք է որ հաշ լինենք, սերներս, Աստված ուզում է, որպեսզի մենք մեր հիմքը, մեր կառույցը դնենք Հիսուս Քրիստոսի խոսքի վրա։ Քրիստոսի խոսքի վրա դա աբարաժ լերան պես է, որտեղ ասում է, իմաստուն մարդը իր տունը կառուցում է լերան վրա, որովհետև ասում է, փոթորիկներ կլինեն, քամիներ կլինեն, քո կյանքի մեջ շատ դժվար օրեր կլինեն, քո կյանքի մեջ շատ հալածանքներ, դժվարություններ կլինեն, եթե Հիսուս Քրիստոսի հիմքի վրա հաստատուն չես լինում, դա շուտ կգայթակղվես, դու կհիասթափվես, դու կխռովես, քո հավատքը կթողնես, բայց ասում է անմիդը իր տունը կառուցում էր ավազի վրա։ Սերներս, չլինի որ մեր հավատքը մենք կառուցենք ավազի վրա, որովհետև այս աշխարհը քամիներով լցված է, գայթակղություններով լցված է, չարախոսությունները շատ են, թշնամությունները շատ են, քամիները մեզի կխախտեն, որովհետեւ մենք հավատարիմ մնանք։ Պետք է մենք Հիսուսի խոսքը մեր սրտերի մեջ ամուր պահենք եւ ապավինենք։ Նեղություն կլինի, դժվարություն կլինի, սոված կլինես, մերկ կլինես, տխուր կլինես, ինչ վիճակի մեջ կլինես, միայն հավատքով նայի Հիսուսի վերքերին։ Նայի հավատքով Գողգոթա, քո փրկությունը այնտեղից պիտի գա։ Քո կյանքի ելքը քո սրտից է։
Քո սրտով եթե հավատաս, քո բերանով եթե դավանես ու խոստովանես, դու պիտի փրկվես։ Հռոմեացիս 10 գրված է ասելներս։ Պետքա դու հավատաս քո սրտով։ Դավանես Հիսուսին, որ ինքը Տեր է ու Փրկիչ։ Գրված է ամեն ծունկ պիտի ծռի մարջև, ամեն լեզու պիտի դավանի, որ Հիսուս Քրիստոսը Տեր է, հոր փառքով ստեղծված։ Մենք էլ ասենք ամեն։